Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, կարևորի մասին նախամարոտ։ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում դիզվառելիքի երկաթյա գլանատակառում զոդման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ։ Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, հաջողվել է կանխել հրդեհի տարածումը, 1 քաղաքացի հոսպիտալացվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Ատոմ թանգարան և մասնակցել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի միջազգային կոնֆերանսին, որտեղ երիտասարդ գիտնականները ներկայացրել են նորարարական մշակումներ, մասնակցել են նաև հայկական թիմերը։ Ադրբեջանական մամուլը դժգոհում է, որ Վրաստանը սահմանափակումներ և մաքսատուրք է կիրառել դեպի Հայաստան տարվող վառելիքի տարանցման վրա։ Վրացական կողմը ավելի վաղ արձագանքել էր այդ տեղեկությանը։ Ազգային ժողովի առողջապահական հանձնաժողովը քննարկել է համընդհանուր առողջապահական ապահովագրության օրենքի 2-րդ ընթերցումը և տվել դրական եզրակացություն։ Նախագծում 2026 թվականը սահմանվել է որպես անցումային տարի։ Մեկնարկել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի գործակալությունների աջակցությամբ իրականացվող սոցիալական պաշտպանության համակարգի զորացման ծրագիրը։ Նպատակը համակարգի արդյունավետ զարգացման ապահովումն է։ Արդեն 3-րդ տարին է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողով։ Այս տարի այն կրում էր անվտանգ և ապահով մանկապարտեզ խորագիրը։ Այսօր ժամը 14:53-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում զոդման աշխատանքներ իրականացնելիս դիզվառելիքի երկաթե գլանատակառում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Հաջողվել է կանխել հրդեհի տարածումը, հարակից գլանատակառներ, 1 քաղաքացի հոսպիտալացվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից կառավարությունների ղեկավարների հետ այցելել է Ատոմ թանգարան։ Երկրների վարչապետները շրջայց են կատարել ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներին։ Հաջորդիվ տեղի է ունեցել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գործակցության միջազգային կոնֆերանսը։ ԱՊՀ երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները։ Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականները։ Թուրքմենստան աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Կողմերը քննարկել են հայ-իրաքյան երկկողմ հարաբերությունների զարգացումը և գործակցության խորացման հնարավորությունները։ Նախագահները նշել են քաղաքական երկխոսության դինամիկ զարգացումն ու փոխվստահության վրա հիմնված գործակցության կարևորությունը։ Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատման նախաձեռնություններին և խաղաղության խաչմերուկ ծրագրի հնարավորություններին, ընդգծելով դրա նշանակությունը տարածքային հաղորդակցության և տնտեսական ներառական զարգացման համար։ Կողմերը կարևորել են TRIP նախագծի իրականացումը, տրանսպորտային և տնտեսական ուղիների լիարժեք բացումն ու տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում գործակցության ընդլայնման ներուժը։ Գոհունակությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ազգային մեծ ժողովում ունեցած ելույթում։ Որպես Թուրքիա մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել կողմերին ավարտելու գործընթացը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանը և բարգավաճմանը։ Նշել է թուրք նախարարը, ավելի վաղ անդրադառնալով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին։ Գյուլերը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը հաստատել է օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկել են Ադրբեջանի-Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Ազատության հարցմանն ի պատասխան, թե արդյոք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման վերաբերյալ, փոխվարչապետը պատասխանել է այո, քննարկումներ եղել են, գործակցության հնարավորություններ կան։ Նա նաև նշել է, որ վառելիքի հետ կապված հետագա ընթացքը մասնավոր արտահանողների և ներկրողների գործակցության տիրույթում է։ Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի Հայաստան մեկանգամյա և անվճար տարանցման վերաբերյալ տեղեկությունը դեռևս շարունակում է ակտիվ մնալ ադրբեջանական մամուլում։ Այնտեղ խիստ դժգոհ են վրացական կողմի սահմանած մաքսատուրքերից և ստեղծված արհեստական խոչընդոտներից, նախազգուշացնելով, որ Վրաստանը այլևս անձեռնմխելի չէ։
Իդեպ ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը արձագանքել էր արտադրական լրատվամիջոցներում շրջանառվող այս տեղեկությանը, նշելով, որ գործընկեր երկրներից Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդիրը ստանալուն պես վրացական երկաթուղուն անհապաղ հանձնարարվել է տվյալ բեռը միանվագ և ամբողջությամբ անվճար տեղափոխել երթուղով։ Քաղաքական ժեստ թե անհեռատես քաղաքականություն Վրաստանի իշխանությունների կողմից ադրբեջանական վառելիքի մեկ անգամյա եւ անվճար տարանցումը Վրաստանի տարածքով Հայաստան դեռևս շարունակում է տաք մնալ Ադրբեջանում, դառնալով հանրության կողմից քննարկման լայն թեմա։ Այնտեղ խիստ դժգոհություն են առաջացրել Վրաստանի համապատասխան մարմինների հայտարարությունները, որտեղ ընդգծվում է վառելիքի ընդամենը մեկ անգամյա տարանցման հնարավորությունը։ Ադրբեջանի իշխանական Մինվալազը ծավալուն հոդվածով անդրադարձել է թեմային իշխանությունների շուրթերով, որտեղ վրացական կողմին հստակ հասկացնել է տվել, որ Վրաստանը տարածաշրջանային ներկա իրավիճակով պայմանավորված լոգիստիկ առումով մենաշնորհային անձեռմխելիություն այլևս չունի։ Այն ժամանակ, երբ տարածաշրջանը փորձում է անցում կատարել հակամարտության տրամաբանությունից դեպի կապվածության տրամաբանություն, Թբիլիսին ցուցադրում է վարքագծի այնպիսի մոդել, որն ավելի շատ նման է տարածաշրջանային փոխադարձ վստահության տորպեդահարմանը, քան ռացիոնալ տնտեսական ռազմավարությանը։ Այս ընթացքը անխուսափելիորեն Բաքվին կանգնեցնում է այլընտրանքային ուղիներ փնտրելու անհրաժեշտության առջև ոչ թե որպես ճնշման գործիք, այլ որպես կանխատեսելիություն եւ ռազմավարական ինքնավարություն ապահովելու միջոց։ Գրում է լրատվականը հավելելով ժամանակին կար երկաթուղի, որը Բաքուն կապում էր Ղազախի հետ, հետո շարունակում դեպի Իջևան։ Մինվալը նշում է, որ Բաքուն արդեն իսկ սկսել է նշված երկաթուղու շահագործման կարողությունների գնահատում իրականացնել։ Ադրբեջանի նման ակտիվությունը լոգիստիկ կապերը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները պայմանավորված է նաև Հայաստանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող ճանապարհների ապաշրջափակման եւ Հայաստանի տարածքով Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման հայտարարությունների հետ։ Հրապարակված հոդվածում Ադրբեջանը Վրաստանի նախազգուշացնում է, որ լոգիստիկ կապերը այլևս քաղաքական ճնշման գործիք բանեցնելը անիմաստ է եւ նոր իրողության մեջ տարածաշրջանային արդյունավետ գործակցությունը բխում է բոլորի շահերից։ Իդեպ Թուրքմենստանում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը։ Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, նավթագազային, հումանիտար, կանաչ էներգետիկայի եւ այլ ոլորտներում ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ։ Վարչապետները քննարկել են նաեւ Միջինմիջանսկի զարգացման կարեւորությունը եւ այդ ուղղությամբ գործընկերության խորացման հեռանկարը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը վերջապես ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև, քանի որ այս երկու միավորումներին միաժամանակ անդամակցելը անհնար է։ Նա ընդգծել է, որ ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը։ Օվերչուկի խոսքով Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան առևտրային շրջանառությունը 2024-ին կկրճատվի մինչև մոտ 6 միլիարդ դոլար, նախորդ տարվա 12.4 միլիարդ դոլարի դիմաց, եւ ռուսական բիզնեսը ավելի զգուշավոր է դարձել Հայաստանի հանդեպ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ներկայում նպատակ չէ, սակայն ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի նպատակներից մեկն է։ Նա ևս նշել էր, որ միաժամանակ ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցելը հնարավոր չէ, սակայն այժմ նման որոշում ընդունելու անհրաժեշտություն չկա։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին նախատեսված արտահերթ նիստին ընթരാճ քննարկել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը։ Քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախագծում կատարված փոփոխությունները, նշելով, որ 2026 թվականը սահմանվում է որպես անցումային տարի, իսկ մեկնարկից հետո առաջացող խնդիրների դեպքում կառավարությունը մոնիթորինգի արդյունքներով կներկայացնի ուղիղ փոփոխությունների փաթեթը։ Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին ընթരാճ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն է։ Օրենսդրական փաթեթը հանձնաժողովին ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ առաջին քննարկումից հետո որոշ падգամավորներից ստացել են առաջարկներ, նաև կառավարությունն է լրացուցիչ դիտարկումներ արել, որոնց հիման վրա կատարվել են խմբագրական ու բովանդակային շտկումներ։ Նախարարը ներկայացրել է, որ Հայաստան խմբակցության կողմից առաջարկվել էր պետական փոխհատուցմամբ ապահովագրության շրջանակը տարածել նաև 63-ից 65 տարեկան անձանց, միակողմանի ծնողազուրկ ուսանողների որոշ խմբերի վրա,
Սակայն ըստ նախարարի 2026 թվականի բյուջեն արդեն հաստատված է եւ հաշվարկները կատարվել են այն շրջանակի համար, որը կառավարությունը նախատեսել է մեկնարկային փուլում։ Քանի որ մեր բյուջեն արդեն մյուս տարվա հաստատված է, այսինքն մենք նախորդի ամսվա ընթացքում արդեն հստակ բյուջեն սահմանել ենք հաշվարկած թվով, քանի հոգու համար է պետությունը ապահովագրավճար փոխհատուցելու, ուստի այս պահին չենք կարողանում այդ առաջարկը ընդունել, բայց միանշանակ դեռ կքննարկենք եւ 2027 թվականի ուրեմն համար բյուջետավորման համար միանշանակ այս երկու առաջարկներն էլ դիտարկելի են եւ մենք ինքներս ներսում խմբակցության ներսում այս հարցերը բարձրացրել ենք եւ համարում ենք, որ այո դրանք ակտուալ են շատ։ Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ որոշ առաջարկներ ընդունվել են, մասնավորապես զոհված զինծառայողների, ծնողների եւ ընտանիքի անդամների կարգավիճակի մասով, նախատեսելով նրանց որպես առանձին խումբ, որպիսի հաշվարկումներում չխառնվեն այլ սոցիալական խմբերի հետ։ Ավանեսյանը նշել է, որ 2026 թվականը դիտարկվում է որպես անցումային տարի եւ օրենքում ամրագրվել է մոտեցում, ըստ որի մեկնարկից հետո առաջացող խնդիրների դեպքում կառավարությունը պետք է առաջին մոնիթորինգի արդյունքներով սահմանված ժամկետում ներկայացնի ուղղիչ փոփոխությունների փաթեթ։ Առաջին ըստ էության ամենակարևոր հանգամանքներից եմ ուզում նշել, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասով մենք ունենք փոփոխություն, որ այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից եւ առաջին հաշվարկային ամիսը ապահովագրավճար վճարողների համար կդիտարկվի նոյեմբեր ամիսը։ Ինչու ենք վերցրել նոյեմբերը, որովհետեւ ըստ էության դեկտեմբերը աշխատավարձերի եւ պարգևավճարների հավելյալ ուրեմն հաշվարկների առումով շեղող ամիս է եւ դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը։ Քննարկվել է նաեւ ապահովագրական հիմնադրամի բյուջեի վերահսկողության հարցը։ Նախարարը հայտնել է, որ բյուջեն հաստատելու է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, իսկ լիազոր մարմինը ազգային ժողովում տարեկան հաշվետվության տեղեկատվության ներկայացման ձևաչափով ներկայացնելու են նախորդ տարվա մուտքերն ու փոխհատուցումները։ Նիստում նաեւ նշվել է, որ մեկնարկային տարվա բյուջեն հրապարակային կլինի եւ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել առանձին քննարկում ազգային ժողովում հրապարակված բյուջեի շրջանակում։ Հարցին, թե երբ քաղաքացին ցանկանում է մնալ մասնավոր ապահովագրության դաշտում եւ հրաժարվել պարտադիրից, ինչ է սպասվում, նախարարը պատասխանել է, որ խոսքը պարտադիր վճարի մասին է եւ հրաժարվել հնարավոր չէ, սակայն մեկնարկային տարում տույժեր ու տուգանքներ չեն կիրառվի, չվճարելու դեպքում փաթեթը կսառեցվի, մինչեւ վճարումների վերականգնումը։ Միաժամանակ նշել է, որ մասնավոր ապահովագրվողների հետ եւս աշխատանքներ են նախատեսվում, համակարգի համադրման եւ սպասարկման գործընթացը հնարավորինս հարթ կազմակերպելու համար։ Առանձին հարց է բարձրացվել պոլիկլինիկաների հնարավոր ծանրաբեռնվածության եւ բուժաշխատողների հավելավճարների մասին։ Նախարարը հաստատել է, որ առաջնային օղակում հոսքի աճը կանխատեսվում է եւ ֆինանսավորման տրամաբանությունը նախատեսում է ծառայության դիմաց վճարներ, ինչը հնարավորություն է տալիս վերանայելու վարձատրությունը, հատկապես բուժքույրերի ու որոշ մասնագետների մասով։ Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն եւ այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք ազգային ժողովի արտահերթ նիստում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Մեկնարկել է Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում լայնածավալ ծրագիրը, որը իրականացվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի եւ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակը երկրի սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացումն է։ Հայաստանը վերջին տարիներին բախվում է տնտեսական եւ սոցիալական լուրջ մարտահրավերների, տեղահանված մարդիկ, խոցելի ընտանիքներ, միակողմանի ծնողազուրկ եւ բազմազավակ ընտանիքներ, տարեցներ եւ հաշմանդամությամբ ապրող անձինք առավել քան երբևէ կարիք ունեն աջակցության։ Եվ հենց այս խնդիրների հիման վրա ձևավորվեց Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում լայնածավալ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի եւ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակը երկրի սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացումն է, ապահովելով ոչ միայն մարդասիրական, այլև երկարաժամկետ լուծումներ Հայաստանի քաղաքացիների համար։ Գիտեք, որ մենք հիմա ունենք անապահովության նոր համակարգի տեստավորում, պիլոտավորում երկու մարզերում, Կոտայքի եւ Սյունիքի, եւ մենք պատրաստվում ենք այդ համակարգը ընդլայնել 2026 թվականի հուլիսի 1-ից ամբողջ հանրապետության վրա եւ մենք հիմա ինտենսիվ գտնվում ենք այդ համակարգի
նոր համակարգի թերությունները բացահայտելու, շտկելու եւ ապագայում ավելի շտկված համակարգով առաջ գնալու այդ process-ի մեջ։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ամբողջ երկրում ամրապնդվում են վաղ մանկության զարգացման ծառայությունները։ Ծրագիրը հնարավորություն է տվել Սյունիքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում ստեղծել նոր ծառայություններ, վերապատրաստել մասնագետների, իրականացնել երեխաների զարգացման գնահատումներ եւ ապահովել աջակցության անհատական պլաններ։ Այս աշխատանքը կենսական նշանակություն ունի հարյուրավոր ընտանիքների համար։ Ծրագրի հաջորդ առանցքային ուղղությունը սոցիալական ծառայությունների բարելավումն է խոցելի խմբերի համար։ ՄԱԶԾ-ի աջակցությամբ շարունակվում է սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը, բարձրացնելով համայնքային ծառայությունների որակը։ 3 տասնամյակ է, ինչ ՄԱԶԾ-ն Հայաստանի գործընկերն է։ Հիշեցնեմ մեր գործակցության մի քանի կարկառուն նվաճումներ։ Այս տարիների ընթացքում մենք մեր $500 միլիոն արժեցող ներդրումներով 1 միլիոնից ավելի մարդկանց ենք օգնություն ցուցաբերել։ Մեր առաքելությունն էր սատարել տարբեր հաստատություններին ու կազմակերպություններին լինել ավելի մարդակենտրոն, ավելի դիմակայուն եւ անկախ։ Նույնը վերաբերում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Որպես սոցիալական պաշտպանության համակարգի կայունացման կարևորագույն քայլ իրականացվում է թվայնացման մեծածավալ գործընթաց։ Հայաստանում արդեն գործում են թվային հարթակներ, որոնք թույլ են տալիս սոցիալական ծառայությունների մատուցումը կատարել ավելի արագ, թափանցիկ եւ արդյունավետ։ ՄԱԶԾ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ արդիականացվել են սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքները, ստեղծվել են տվյալների հավաքագրման եւ վերլուծության միասնական համակարգեր։ Սա հնարավորություն է տալիս նախարարությանն ավելի ճշգրիտ գնահատել բնակչության կարիքներն ու մշակել համապատասխան ծրագրեր։ ԵՄ անդամ երկրները պետք է ունենան ուժեղ սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի կարողանան օգնել թույլերին եւ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ընտանիքներին։ Այս խնդիրը Հայաստանի տնտեսության համար եւս կիզակետային է։ ԵՄ-ն հպարտությամբ աջակցում է այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին, որպեսզի կարողանա պատշաճ արձագանքել կարիքավոր մարդկանց։ Հայաստանը վերջին տարիներին բախվել է բազմաթիվ մարդասիրական ճգնաժամերի՝ պատերազմ, կորոնավիրուս, տնտեսական ճգնաժամ, տեղահանումներ։ Այս ճգնաժամերը ցույց տվեցին, որ երկրի սոցիալական պաշտպանության համակարգը պետք է հնարավորինս արագ եւ ճկուն արձագանքի շտապ կարիքներին։ Այս նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը մշակվել եւ ուժեղացրել է արտակարգ իրավիճակների սոցիալական արձագանքների մեխանիզմները։ Վերապատրաստվել են մասնագետներ, ստեղծվել են նոր արձագանքման գործիքներ, որպեսզի վտանգի պահին ընտանիքները չմնան առանց աջակցության։ Ավանդաբար այդ համակարգը դիտարկվել է որպես միայն անօթևան ունեցող անձանց բնակարաններով ապահովելու համակարգ եւ մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը եւ երկիրն էր զարգացման այն փուլում է, որ այն վերափոխվի դեպի ոչ միայն անօթևան ունեցող մեր քաղաքացիների բնակարաններով ապահովելու եւ ընդհանրապես անօթևանությունը կանխարգելելու, այլև ավելի լայն մատչելի բնակարաններով ապահովելու համակարգ, ինչը կարծում եմ շատ դժվար խնդիր է լինելու, բայց լուծելի։ Սոցիալական պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացում, ծառայությունների որակի բարձրացում եւ մատչելիության ընդլայնում, հատկապես համայնքներում, արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծրագրերի կատարելագործում, սոցիալական արդարության ապահովում։ Այս ամենի արդյունքում ձևավորվում է սոցիալական պաշտպանված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ անկախ իր սոցիալական կարգավիճակից արժանապատիվ եւ ապահով կյանքի հնարավորություն ունի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Արդեն 3-րդ տարին է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողով։ Այս տարի այն կրում էր անվտանգ եւ ապահով մանկապարտեզ խորագիրը։ Մենք շատ ուշադրություն ենք դարձնում երեխաների առողջ միջավայրին, անվտանգ սննդին եւ նաեւ իրենց ինքնությանը տանող հետաքրքիր ձևաչափ ենք առաջարկում։ Երևանի պետական համալսարանում սովորականից ավելի ակտիվ էր պատճառը անվտանգ եւ ապահով մանկապարտեզ խորագրով աշխատաժողովի ամփոփումն էր, որի մասնակիցների աշխարհագրությունը ընդգրկում էր մայրաքաղաքն ու Հայաստանի Հանրապետության մյուս մարզերը։ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին, որն անցկացվում է արդեն 3-րդ տարին, ներկային նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Նախարարը ողջունելով ներկաներին եւ աշխատաժողովի մասնակիցներին, կարեւորեց նախադպրոցական կրթությունն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ընդգծելով, որ կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրով սահմանված է թիրախ, որն
նախադպրոցական կրթությունը առնվազն 1 տարի պետք է պարտադիր համարվի, իսկ այդ ամենը հավուր պատշաճ իրականացնելու համար պետությունը ջանք ու եռանդ չի խնայում։ Կառավարությունը, գիտեք, մեծ առաջնահերթություն է տալիս նախադպրոցական ծառայությունների հասանելիությանը։ Սա մեր կարևոր անելիքներից է եւ վստահաբար 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների ծրագիրը գալու է մեր երկրում նախադպրոցական կրթությունը եւ ծառայությունները հասանելի դարձնելու երեխաներին եւ կառավարության ծրագրի համապատասխան մեր բոլոր երեխաներին։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մշտական ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը կարևորեց պետական մարմինների կողմից տարվող մշտական աշխատանքները եւ արդյունավետ գործակցություն միջազգային կառույցների հետ նախադպրոցական կրթության որակի բարելավման եւ զարգացման առումով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկար տարիներ է գործունեություն է ծավալում Հայաստանում։ Մենք գործակցում ենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, շահագրգիռ այլ մարմինների հետ։ Կազմակերպությունը կարևորում է նախադպրոցական կրթությունը, երեխաների գիտակից կյանքի ձևավորման ընթացքը ճիշտ ուղու վրա դնելը եւ ուրախ ենք, որ նախադպրոցական ներառական կրթությունը մեծ ուշադրություն է դարձվում պետական մակարդակով։ Մինչև աշխատաժողովի մեկնարկը հյուրերը ծանոթացել են կազմակերպված էքսպոյին, որտեղ նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացրել են դիդակտիկ աշխատանքներ, մեթոդական ուղեցույցներ եւ այլն։ Իսկ ավարտին տեղի է ունեցել պանելային քննարկում, նաեւ աշխատարաններ անվտանգ եւ ապահով միջավայր ստեղծելու թեմայով։ Շարունակում ենք թողարկումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Իրանի դեմ հետագա հարվածների հնարավորությունը, եթե Թեհրան հրաժարվի Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրից եւ շարունակի իր հրթիռային ծրագիրը։ Նա այս հայտարարությունը արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Թրամփի խոսքով առանց իրանական միջուկային օբյեկտների հարվածելու Մերձավոր Արևելքի կարգավորումը անհնար կլինի։ Նա նաեւ նշել է, որ Իրանին երկար ժամանակ կպահանջվի իր միջուկային ծրագիրը վերականգնելու համար եւ զգուշացրել է, որ եթե այն վերսկսվի առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի, Վաշինգտոնը կկործանի նաև այս նախագիծը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակով։ Իսկ Թուրքիան Սիրիայի քրդերին է սպառնում ռազմական գործողությամբ։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայի ժողովրդավարական ուժերի դեմ, որը քրդական ղեկավարության ներքո գործող ռազմաքաղաքական դաշինք է։ Ըստ Անկարայի, եթե այդ դաշինքը 20 օրվա ընթացքում չինքնալուծարվի եւ չհամալրվի Սիրիայի բանակի շարքը, Թուրքիան ռազմական գործողություն կսկսի։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էր հայտարարել, որ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չեն հանդուրժելու, իսկ Սիրիայի ներկայիս ժամանակավոր կառավարությունը 80,000-անոց զորքեր ուղարկել քրդական դաշինքի տեղակայման հատված։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայացուցիչ կուղարկի Եվրոպայում այս շաբաթավերջին Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցություններին, եթե հրադադարի շուրջ առաջընթացի լավ հնարավորություն լինի։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է. «Կտեսնենք կմասնակցենք հանդիպմանը, թե ոչ։ Մենք կմասնակցենք շաբաթօրը Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, եթե կարծենք, որ կա լավ հնարավորություն։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել, եթե գործընթացը բացասական է»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներկայացրել են Ուկրաինայի հարցով խաղաղության պլանի նոր տարբերակ, որը ներառում է նաեւ տարածքային զիջումների հնարավոր տարբերակներ, ընդգծելով, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Ուկրաինայի ղեկավարությունն ու ժողովուրդը։ Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյասկովը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին եւ խորհրդարանում սպասվող անվստահության քվեարկությունից ժամեր առաջ։ Խորհրդարանը պատրաստվում էր քննարկել կառավարության անվստահության հայտնելու հարցը։ Բողոքի ակցիաները սկսվել էին շաբաթասկզբին։ Ցուցարարները պահանջում էին չհաստատել 2026 թվականի պետական բյուջեն, որը նախատեսում էր հարկերի կտրուկ բարձրացում շարքային քաղաքացիների համար։ Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են մնալ ուժեղ դաշնակիցներ։ Սոցցանցերում գրել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն։ Նրա խոսքով Աշխաբադում կայացած համաժողովի շրջանակներում նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ աշխատում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ եւ հավատարիմ են ռազմավարական գործընկերության զարգացմանը, նշել է Կոբախիձեն։
Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ում հարգում են յուրաքանչյուր պետության զարգացման սեփական մոդելի իրավունքը եւ հաշվի են առնում բոլոր մասնակիցների շահերը։ Հուսով եմ, որ հետագա աշխատանքը, ինչպես եւ հիմա, հիմնված կլինի այդ սկզբունքների վրա, հավելել է Միշուստինը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցերի վերջնական որոշումը կկայացնի Ուկրաինայի ժողովուրդը ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով։ Զելենսկին հավելել է, որ իրադարձությունների հետագա զարգացումը մեծապես կախված է ուկրաինական զինված ուժերի գործողություններից, որոնք նրա գնահատմամբ ուղղակի ազդեցություն կունենան նաև խաղաղ բանակցությունների ընթացքի վրա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։